Անկոչեն դուք եք եղել ռինգի այս կողմ ինչ եք տեսել, ինչ աշխատանք եք տեսել նախ սակունցի հետ կապված ձեր նաև տպավորությունը հետելի հայ համայնքի հետ։ Գիտեք, շատ կուզենայի բառերով փոխանցել այն զգացողությունները, այն էմոցիաները, որը ապրել ենք հենց մենք տեղում, բայց վստահ եմ, որ դա էկրանից այն կողմ նույնքան հնարավոր չի զգալ, ինչը մենք տեղում էինք զգում, իհարկե մեծ հպարտություն, ուրախություն, Յուրի հաղթանակի հետ կապված ու իսկապես շատ այսպես մեծ հպարտության ու էմոցիաների այսպես տարափեր այդ ընթացքում։ Համացանցով ենք տեսել, որ դուք նաև Բելգիայի հայ համայնքի հետ Բրյուսելում հանդիպում եք ունեցել, ինչ ֆորմատով էր հանդիպումը զուտ, այսպես։ Հրավեր եղավ, մեր ընդհանուր ծանոթներն էին, նաև Յուրիի ծանոթները, ովքեր ցանկություն հայտնեցին, հրավիրեցին հանդիպելու, մենք էս իրով ընդունեցինք, Ավստրիայից մեկնեցինք Բելգիա, Ռոզելար քաղաքում, հանդիպում ունեցանք համայնքի հետ։ Խոսում էինք և սպորտից, և քաղաքականությունից, ամեն ինչից էինք խոսում, շատ ջերմ հանդիպում անցավ մեր հայրենակիցների հետ, ովքեր չնայած նրան, որ երկար տարիներ բնակվում են արտերկրում, բայց իսկապես ապրում էին Հայաստանի կյանքով, Հայաստանի հոգսերով, ամեն մի մանրուքից այսպես հարցեր էին տալիս, հետաքրքրվում էին, ցավում էին, ցանկություն էին հայտնում ինչ-որ մի բանով օգնելու, հասկանալու ինչ կարող է լինել, իրենք ինչ կարող են անել, այսպես շատ լավ հանդիպում ունեցանք։ Քանի որ Տոր-Քանգեղ նախաձեռնության ներկայացուցիչն եք նաև դուք, նախաձեռնողներից մեկն եք ու նախկինում առիթ չի եղել, այս մասին հարցնելու, կպատմեք, կներկայացնեք ինչ նախաձեռնություն է դա, մենք տեսնում ենք, որ երիտասարդների մասնակցություն կա, ինչպես կարող են մասնակցել և որն է նպատակը։ Նպատակը սպորտի մասսայականացումն է, առողջ ապրելակերպն է, որով ինքս փորձում եմ այդպես ապրել, ինչ որտեղ նաև օրինակ ծառայել, ով որ կհետևի։ Տոր-Քանգեղը ավելի այսպես իմ եւ Սերգեյի մտահղացումն էր, որին միացան նաև մեր ընկերները, ովքեր սպորտի մեջ են, այս ամենը կարևորում են, սպորտի մասսայականացման առողջ ապրելակերպի մասին է, որը փորձում ենք անցկացնել ավելի հետաքրքիր միջավայրում, նաև սպորտի միջոցով նոր մարդկանց հետ ծանոթանալու, բավական հետաքրքիր է անցնում իսկապես եւ արդեն, եթե չեմ սխալվում, 5 Տոր-Քանգեղ ունեցել ենք, հաջորդը կլինի այս կիրակի, ովքեր չեն գրանցվել, թող հասցնեն գրանցվել։ Նպատակը սա է, սպորտի, որտեղ մենք սա շատ ենք կարևորում, ինքներս ենք այդպես ապրում եւ փորձում ենք սրանով վարակել նաեւ ինչքան հնարավոր է շատ մարդկանց։ Անկոչյան շարունակեմ իմ նախորդ Բրյուսելում հետաքրքրված էին առաջիկա սպորտարանական ընտրություններում հայ համայնքը հատկապես պետք է որ հետաքրքրված լինի ու ինչ էին ասում, ինչ այսպես ասած ակնկալիք ունեն, ինչ պատկերացում ունեն առաջիկա գործում։ Տեսեք, երևի թե հիմնական քննարկումը եղել է հենց առաջիկա ընտրությունները, սրանով էին մարդիկ հետաքրքրված, նաև շատ ցավում էին շատ երևույթների, իրադարձությունների հետ կապված, որը տեղի են ունեցել, սկսած Արցախի կորուստից, վերջացրած բազմաթիվ քաղաքական հետապնդումներով, որը տեղի է ունենում, այս ամեն ինչ շատ լավ իրենք տեսնում են եւ իրենց մասով էլ վստահեցնում են, որ տեղում էլ փորձում են այս հարցերը բարձրացնել, նաեւ տեղի, այսպես տարբեր կառույցների հետ պետական, իսկապես շատ անհանգիստ են, շատերը նաև պատրաստակամություն են հայտնել եւ ասել են, որ գալու են, փորձելու են գալ, մասնակցել, ովքեր ունեն քաղաքացիություն, հնարավորություն ընտրելու, շատ անհանգստացած եւ շատ հետաքրքրված էին։